Բարև ձեզ։ Հայկական աշխարհ հաղորդաշարի այս թողարկման հերոսը ունի տարածված հայկական անուն եւ ունի ամենակարճ հայկական ազգանունը։ Նրա անունն է Դավիթ, ազգանունը Յան։ Արևմտյան մամուլը նրան համակարգչային հանճար է անվանում եւ պարզ է, որ ուշ թե շուտ մենք պետք է դառնայինք նրա հյուրը։ Դավիթ Յան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենաառաջատարներից համարվող ABBY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, Lingvo էլեկտրոնային հայտնի բառարանի ստեղծող, տեքստերի ճանաչման Fine Reader համակարգի մշակող, Cybico կոմպյուտերային համակարգչի հեղինակ, Մոսկվայում ռեստորանների ցանցի սեփականատեր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, գիտության եւ տեխնիկայի ասպարեզում Ռուսաստանի նախագահի մրցանակի դափնեկիր, ամուսնացած է, ունի 3 երեխա։ Դավիթ, ես գիտեմ, որ ձեր մայրն է հայ, հայրը չինացի։ Ինչպես նրանք ծանոթացան։ Ինձ ավելի հեշտ է խոսել ռուսերեն։ Խնդրեմ, համաձայն։ Да, моя мама армянка. Այո, իմ մայրը հայուհի է, հայրս չինացի։ Նրանք ծանոթացել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, սովորել են ֆիզիկայի ֆակուլտետում։ Մայրս թատերական ընտանիքից է։ Հայրս Շանհայում է ծնվել եւ մինչեւ 16 տարեկանը ապրել է այնտեղ։ Ծնողներս ուսումն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել են Չինաստանում։ Հետո, երբ Չինաստանում սկսվել է մշակութային հեղափոխությունը, նրանք տեղափոխվել են Խորհրդային Միություն, ավելի ճիշտ Հայաստան։ Հայրս ողջ կյանքում աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Նա լաբորատորիայի տնօրենն էր, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, եւ շատ բան է արել Խորհրդային Միության ու Հայաստանի գիտության համար։ Հավանաբար ձեր հայրը միակ չինացին էր, ով ապրում էր Հայաստանում։ Ոչ, հայրս միակը չէր։ Էլի կային չինացիներ, ովքեր զբաղվում էին օրինակ բժշկությամբ, այնպես որ մենք միակը չէինք։ Историки говорят, что первыми китайцами в Армении были предки. Պատմաբանները ասում են, որ Հայաստանում առաջին չինացիները եղել են Վարդան Մամիկոնյանի նախնիները։ Դուք լսել եք այդ մասին։ Հնարավոր է։ Ասում են, որ նա չինական արմատներ ունի, այդպես որ ձեր հայրը բոլորովին էլ առաջինը չէր։ Ես ծնվել եմ Երևանում։ Միշտ երբ Երևան եմ գալիս, անցնում եմ այն ծննդատան կողքով, որտեղ ծնվել եմ։ Դրա հարևանությամբ ապրում էր իմ մորաքույրը։ Ապրել ենք այսպես կոչված Ֆիզգարադոկում, Աչափնյակից ոչ հեռու։ Սկզբում հաճախել եմ մեր տան մոտ գտնվող դպրոցը, հետո ընդունվել եմ Երևանի ֆիզմատ դպրոցը։ Դա շատ կարևոր պահ էր իմ կյանքում, որովհետև այդ դպրոցը ցածկահարթակ դարձավ ֆիզտեխում սովորելուս համար եւ նաեւ շատ կարևոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Մինչ ֆիզմատ դպրոցը ես տարված էի թենիսով, շատ լավ թենիսի մարզիչ ունեի։ Նա իմ կյանքում մեծ դեր է խաղացել։ Հետո արդեն ֆիզմատ դպրոցի ուսուցիչներն են այդ կարևոր դերը խաղացել։ Сыграл в моей жизни большую роль. Я знаю, у вас был очень сильный. Գիտեմ, որ ձեր դասարանը շատ ուժեղ է եղել եւ բոլոր ձեր համադասարանցիները ընդունվել են լուրջ բուհեր։ Ну, вообще, физмат-школа ереванская была сильной. То есть она была... Ընդհանրապես Երևանի ֆիզմատ դպրոցը ամենաուժեղ դպրոցներից մեկն էր Խորհրդային Միությունում։ Բավական է ասել, որ իմ եւ զուգահեռ դասարանների երեխաներից 12-ը հեշտությամբ ընդունվեցին Մոսկվայի ֆիզտեխը, ինչը շատ դժվար էր։ Դա ռեկորդային ցուցանիշ էր Մոսկվայի ֆիզմատ դպրոցից հետո։ Մենք հաղթում էինք համամիութենական օլիմպիադաներում։ Մի խոսքով ես հպարտ եմ, որ սովորել եմ Երևանի այդ դպրոցում։ Я знаю, вы не забывайте. Գիտեմ, որ դուք չեք մոռացել ձեր դպրոցի մասին։ Մենք դեռ կանդրադառնանք այդ թեմային։ Դրանից հետո ինչպես դասավորվեց ձեր կյանքը։ Я вместе с моими одноклассниками поступил. Ես իմ մի քանի դասընկերների հետ Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ ընդունվելուց հետո ամեն ինչ անում էի լուրջ ֆիզիկոս դառնալու համար։ Բայց հանկարծ սկսվեց վերակառուցումը, պերեստրոյկան։ Շատ բան փոխվեց Խորհրդային Միությունում։ Բոլորը փող էին վաստակում, դե մենք էլ չէինք ուզում ետ մնալ։ 4-րդ կուրսում սկսեցի զբաղվել ծրագրավորմամբ, եւ մենք որոշեցինք էլեկտրոնային բառարան ստեղծել, Lingvo։ Հետո ամեն ինչ ընթացավ ծրագրավորման ուղով։ Ничего подобного прежде. Նախկինում որևէ նման բառարան եղել էր։ Были словари. Когда мы начинали заниматься. Երբ մենք սկսեցինք զբաղվել էլեկտրոնային բառարանով, գիտեինք միայն մի փոքրիկ բառարանի մասին եւ մտածում էինք, որ մեր ծրագիրը կտարբերվի իր հարմարավետությամբ, բառաքանակով եւ այլն։ Աշխատանքի կեսից պարզվեց, որ բառարանային այդպիսի առնվազն 10 ծրագիր կա։ Դա իհարկե մեծ փորձություն էր։ Սակայն այնպես ստացվեց, որ մեր ծրագիրն ավելի կիրառելի դարձավ եւ դժվար է ասել, թե կոնկրետ որ հատկությունների շնորհիվ այն դարձավ այդքան պահանջված։
Առաջին տարբերակի թողարկումից 1 տարի անց մենք կարողացանք վաճառել 15 լեգալ օրինակ։ Успели продать 15 легальных копий и параллельно. Դե դա մեծ հաջողություն էր, այո։ Большой успех, действительно. На самом деле каждая копия. Այո, դա մեծ հաջողություն էր, իսկապես։ 15 օրինակի վաճառքից $2000 վաստակեցինք։ Այդ գումարը կարելի էր համեմատել լաբորատորիայի տնօրեն հորս մի քանի ամսվա աշխատավարձի հետ, բայց դրան զուգահեռ մեր գնահատմամբ կար Lingvo-ի 50,000 անլեգալ օրինակ։ Тысяч нелегальных копий Lingvo. Եվ դա էր ամենալավ գնահատականն Да, էր։ и это, собственно говоря, Այո, դա մի կողմից դժվարացնում էր վաճառքը, մյուս կողմից մենք հասկանում էինք, որ այն, ինչ անում ենք, մարդկանց պետք է, եւ պետք է շարունակել զբաղվել դրանով։ Lingvo էլեկտրոնային բառարանը մշակվել է 1999 թվականին եւ այդ ժամանակից ի վեր բազմիցս համալրվել է եւ մոդեռնիզացվել։ Այսօր Lingvo ընտանիքը ներառում է 152 բառարան 11 լեզուների համար, ներառյալ բառագիտական, դարձվածքաբանական, քերականական, բացատրական։ Այս ընտանիքի բառարանների արժանիքը հանգամանալից բացատրությունն է եւ կիրառության բազմաթիվ օրինակները։ Դուք ունեիք այդքան լուրջ մրցակիցներ, բայց իմ բոլոր ծանոթների համակարգիչների մեջ հենց Lingvo-ն է, այլ ոչ թե մեկ ուրիշ թարգմանական ծրագիր։ Сейчас Lingvo в России один из самых востребованных и популярных электронных словарей. Հիմա Lingvo-ն Ռուսաստանում էլ ամենապահանջված եւ հայտնի էլեկտրոնային բառարանն է։ Դժվար է ասել, որն է պատճառը։ Պարզապես մենք այդ գործը արել ենք հետևողականորեն։ Мы били в одну точку. Որ лեզուներն էին առաջին Lingvo-ում ներառված։ Առաջին լեզուները անգլերենն ու ռուսերենն էին։ Հայերենը որերորդն էր։ Трудно сказать. Дело в том, что мы создали. Դժվար է ասել։ Բանն այն է, որ մենք ստեղծել ենք մի պլատֆորմ, որի շուրջը սկսել են հավաքվել բառարանագետներ։ Մենք հորինել ենք բառարանների լեզվագրություն եւ հնարավորություն ենք տվել բառարանների հեղինակներին եւ մշակողներին օգտվել մեր մեթոդիկայից։ Մասնագետները մեր շնորհիվ փոխանակում են իրենց ստեղծած բառարանները, վաճառում դրանք։ Այսինքն դա իր տեսակի մեջ մարդկանց մի միություն է, ովքեր ստեղծում են բառարաններ։ Այժմ Lingvo-ի շուրջ գոյություն ունի մոտ 600 բառարան։ Դրանց մի մասը վճարովի է, մի մասը անվճար։ Դուք ունեք հնարավորություն պարզելու, թե Lingvo-ն որքանով է պահանջված Հայաստանում։ Напрямую я нет, но Ես անձամբ չգիտեմ, բայց ընդհանրապես ընկերությունը կապ է պահպանում մեր տարածաշրջանի շուկայի հետ։ Մենք զբաղվում ենք հետխորհրդային տարածքի շուկաներով եւ իհարկե Հայաստանը գտնվում է հատուկ կարգավիճակում, որովհետեւ միայն ես չեմ արմատներով կապված Հայաստանին։ Մեզ մոտ շատ մարդիկ են աշխատում, ովքեր ինձ հետ ավարտել են ֆիզմատ դպրոցը։ Նրանցից է օրինակ ընկերության փոխնախագահ Արամ Բաղչանյանը։ Ընկերությունում այսօր գրեթե 1000 մարդ կա աշխարհի 12 երկրներից։ около 1000 человек в 12 странах мира. ABBI ընկերությունը տեքստերի ճանաչման, դրանց թարգմանության, ներբերման ոլորտում ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհում։ ABBI-ի արտադրանքը ամեն տարի թույլ է տալիս տնտեսել ավելի քան 300 միլիոն ժամ, իսկ նրա ստեղծված տեխնոլոգիաների շնորհիվ տարեկան մշակվում է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն էջ փաստաթուղթ։ Պատմեք խնդրեմ ձեր մյուս ձեռնարկների մասին, որն էր Lingvo-ից հետո հաջորդ քայլը։ После Lingvo в рамках ABBI был, конечно же, FineReader. Lingvo-ից հետո եղավ FineReader-ը։ Դա մի ծրագիր է, որ թույլ է տալիս տեքստերը ներբեռնել համակարգիչ առանց ստեղնաշարի օգնության։ Ծրագիրը լուսանկարում է տվյալ փաստաթուղթը եւ, ինչպես ընդունված է ասել, ճանաչում է այն սև ու սպիտակ կետերը վերածելով տառերի։ Այդ ոլորտի մեջ ներխուժելը մեզ համար շատ դժվար, ռիսկային որոշում էր, որովհետեւ արդեն գոյություն ունեին 10-15 շատ նման ծրագրեր, որոնք թողարկել էին աշխարհահռչակ համակարգչային ընկերություններ։ Բայց մենք համոզված էինք, որ կանենք ավելի լավը։ Եվ 92 թվականին մենք սկսեցինք դրա մշակումը։ 6 տարի անց սկսեցինք հաղթել միջազգային համեմատական թեստերում, եւ մեր արտադրանքը սկսեց նվաճել համաշխարհային շուկաները։ Продукт начал завоевывать мировые рынки. Այսինքն կարող եք վստահ ասել, որ ձեր արտադրանքը ավելի լավն է, քան մրցակիցներինը։ Сегодня по точности распознавания мы Այսօր ճանաչման ճշգրտության առումով մենք կամ առաջինն ենք աշխարհում, կամ առնվազն երկու առաջատարներից մեկը։ Լեզուների թվով մենք հաստատ առաջինն ենք։ Մեր ծրագիրը ճանաչում է ավելի քան 180 լեզու։ более 180 языков распознавания.
Հայերենը եւս կա։ Да, есть армянский. Это очень дорогостоящее вообще занятие. Այո, հայերենը կա։ Նոր Այբուբենի ճանաչման ծրագիրը մշակել է շատ թանկ արժե։ Ներդրումների ծավալը մոտավորապես $2 միլիոն է կազմում։ Հայաստանում մենք այդպիսի գնորդներ չունենք, որ կարողանանք նման մեծ ներդրումը վերադարձնենք, բայց մեզ օգնեցին։ Համաշխարհային շուկայի որ մասն եք դուք վերահսկում։ По количеству, скажем, сканеров, которые Ամբողջ աշխարհում արտադրվող սկաներների կեսը կամ առնվազն 40%-ը կոմպլեկտավորվում են մեր ստեղծած Fine Reader տեխնոլոգիաներով։ Տարեկան մոտավորապես 20 միլիոն սկաներ է շուկահանվում մեր ծրագրով։ Այդպես է ստացվել։ Ну, так уж случилось. Ну, вы этим, конечно, не недовольны. Եվ դուք իհարկե այնտեղ կանգ չեք առել։ Ինչ է հաջորդել դրան։ Что дальше? Дальше, что касается АБИ, то компания продолжает... Մեր հաջորդ արտադրանքը եղան բջջային հեռախոսները, բջջային պլատֆորմները, այնպիսի հետաքրքիր բաներ, ինչպիսին Phototranslate-ն է։ Այն հնարավորություն է տալիս սովորական բջջային հեռախոսով լուսանկարել անհայտ լեզվով մի անհասկանալի գրություն, եւ այն անմիջապես կճանաչի եւ կթարգմանի քո ուզած լեզվով։ Ու էլի նման բաներ։ Phototranslate-ը ֆոտոթարգմանություն, որքան էլ տարօրինակ է չի եղել։ Ինչքան գիտեմ, նաեւ պատենտավորել են։ Այս պահին մեզ մոտ ավելի քան 40 պատենտների ստացումը դեռևս ընթացքի մեջ է։ Այդ իմաստով մենք իհարկե հպարտ ենք, որ կան ոլորտներ, որտեղ մենք մեր մրցակիցներից առաջ ենք, բայց ես ինքս որպես մասնավոր անձ 1998 թվականին թողեցի ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ սկսեցի զբաղվել Saibiko նախագծի մշակմամբ։ Saibiko-ն շատ հետաքրքիր նախագիծ էր։ Ես կասեի ֆանտաստիկ նախագիծ։ Գաղափարն էր ստեղծել գրպանի մի սարք, որը երիտասարդներին թույլ կտար միմյանց հետ շփվել տարածության վրա։ Общаться друг с другом на расстоянии. Saibiko-ն գրպանի ստեղնաշարային համակարգիչ է եւ հաղորդակցության միջոց դեռահասների համար։ Այն համանման սարքեր ունեցողներին հնարավորություն է տալիս անվճար շփվել միմյանց հետ մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Saibiko-ն թույլ է տալիս փնտրել, գտնել եւ կապ հաստատել համանման հետաքրքրություններ ունեցող հասակակիցների հետ։ Սարքը կարճ կյանք է ունեցել։ Այն պարտվեց շուկայում նոր հայտնված բջջային հեռախոսների հետ մրցակցության պայքարում։ Это прообраз социальных... Դա ըստ էության սոցիալական ցանցերի նախատիպն էր, այո։ Абсолютно точно, это прообраз социальных сетей, тогда, правда, не было. Միանգամայն ճիշտ եք, իհարկե, բայց այն ժամանակ չկար այդպիսի տերմին։ Տարբերությունը այն էր, որ Saibiko-ի միջոցով հնարավոր էր մարդկանց հետ շփվել ոչ միայն ընդհանուր հետաքրքրության շրջանակում, այլ նաև ֆիզիկական գտնվելու վայրը նկատի ունենալով։ Պատկերացրեք երիտասարդ մի տղայի, որը սարքի մեջ ներբեռնում է իր եւ իր ուզած աղջկա մասին ինֆորմացիան։ Նրա գրպանի համակարգիչը արձագանքում է, երբ հայտնաբերում է այդ նկարագրին համապատասխանող աղջկան 150 մետր հեռավորության վրա։ Մենք մշակեցինք այդ սարքը եւ առաջին 4 ամիսների ընթացքում միայն Միացյալ Նահանգներում 1/4 միլիոն օրինակ վաճառեցինք, $20 միլիոն ընդհանուր արժեքով։ Դա շատ ուրախ ժամանակ էր։ Մեզ ճանաչում էին նույնիսկ փողոցում։ Երբ մենք հայտնվեցինք շուկայում, միայն ամերիկյան մամուլում Saibiko-ի մասին տպված նյութերի ընդհանուր տպաքանակը 650 միլիոն օրինակից ավելի էր։ Մեր մասին մի քանի անգամ գրել էր Time ամսագիրը, Newsweek-ը, New York Times-ը, Washington Post-ը։ Մենք դրա համար ոչ մի ցենտ չէինք վճարել։ Իրենք էին գալիս մեզ մոտ, որովհետև Ամերիկայի բոլոր պատանիները տարված էին Saibiko-ով։ Մենք հաշվել էինք, որ եթե մեկ դպրոցում հայտնվում էր ավելի քան 50 սարք, այդ դպրոցի համար այն դառնում էր պարտադիր, որովհետև բոլոր աշակերտները հրաժարվում էին որպես ծննդյան օրվա նվեր այլ բան ստանալ բացի Saibiko-ից։ Պատկերացրեք, երբ դուք դեղին ավտոբուսով մոտենում եք դպրոցին եւ ձեր Saibiko-ն 7 անգամ թրթռում է, նշանակում է, որ ձեր ընկերներից 7-ը արդեն դպրոցում են եւ դուք սկսում եք նրանց հետ հաղորդագրություններ փոխանակել։ Сообщениями типа SMS. Я представляю, как вас ненавидели. Պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես էին ատում ամերիկացի ուսուցիչները։ Преподаватели часть ненавидела, часть людей, часть преподавателей. Ուսուցիչների մի մասն իհարկե ատում էր, նրանց մի մասը ներգրավվեց այդ process-ին։ Նրանք հասկացան, որ Saibiko-ի դեմ պայքարելը անիմաստ է եւ որոշեցին օգտագործել այն։ Օրինակ, Saibiko-ի միջոցով տնային հանձնարարություններ էին տալիս։ Զվարճալի էր, բայց իրականում շատ մեծ նախագիծ էր։ Ռուսաստանում 300 մարդ զբաղվում էր Saibiko-ի մշակմամբ։ Թայվանում ունեինք մի խումբ, որը զբաղվում էր դրա արտադրությամբ։ Չիկագոյի գրասենյակում 40 մարդ ունեինք, ովքեր զբաղվում էին մարքեթինգով եւ վաճառքով։ Մեր նախագծի մեջ ներդրումներ էին արել American Line-ը, Յոսիֆ Վարդին, ICQ-ի ստեղծողը։
Йоси Варди, такой вот создатель ICQ. Ну вы изначально осознавали. Բայց դուք ի սկզբանե գիտակցում էիք, որ դա ժամանակավոր հաջողություն է, որովհետև վաղ թե ուշ ինչ-որ нор բան է դրան հաջորդելու։ Да, все нащупывали, что будет дальше, потому что все искали. Այո, այն ժամանակ բոլորը հասկանում էին, որ բջջային հեռախոսները մեծ պահանջարկ կունենան։ Դրանք կլինեն բոլորի մոտ։ Այն ժամանակ 25 տարեկանից երիտասարդ մարդիկ դեռևս բջջային հեռախոսներ չունեին։ Bluetooth ընդհանրապես չկար։ Wi-Fi-ի մասին շատ քչերն էին լսել։ Մենք զգում էինք, որ պետք է մուտք գործենք բջջային սարքերի ոլորտը եւ ստեղծեցինք Cybicofone-ը։ 2002 թվականին մեր լաբորատորիայում ես արդեն խոսում էի հեռախոսով, մեր ստեղծած հեռախոսով։ Իրականում, կարծում եմ, որ եթե չլիներ 2001 թվականի ահաբեկչությունը, չլիներ NASDAQ-ի ճգնաժամը, մենք կգրավեինք դեռահասների բջջային հեռախոսների տիրույթը։ Իրականում այդ խորշը դեռ զբաղեցված չէ։ В принципе, эта ниша до сих пор не занята. Я знаю, вы сделали Ես գիտեմ, որ դուք փոքր հեղափոխություն եք արել նաև ռեստորանային բիզնեսում, ռեստորատորներին առաջարկելով մի ծրագիր, որը մեծապես խնայում է նրանց ռեսուրսները։ их ресурсы. Эта программа Այդ называется ծրագիրը կոչվում է ICO։ Այսպես ասեմ, մենք իսկապես 2005 թվականին նպատակ դրեցինք ստեղծել ռեստորանային բիզնեսի կառավարման լավագույն ծրագիրը։ 3 տարի պահանջվեց դրա համար։ 2008-ին մեր արտադրանքը ներկայացրեցինք շուկայում։ Ծրագիրը բավականաչափ պահանջված է եւ երկու ճգնաժամային տարիների ընթացքում 2009-ին եւ 10-ին մենք այդ համակարգը վաճառել ենք ավելի քան 1100 ռեստորանի։ ICO ծրագիրը ռեստորանային բիզնեսի կառավարման ինովացիոն համակարգ է, որը թույլ է տալիս ինֆորմացիոն մեկ տիրույթում կառավարել ընկերության նյութական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները։ Ծրագրի խնդիրն է առավելագույնս թափանցիկ դարձնել ռեստորանային համալիրի մենեջմենթը, հաշվառումը, հաշվետվությունը, աշխատողների աշխատավարձերն ու մոտիվացիոն գործողությունները։ Բիզնեսի օպտիմալացման արդյունքում ICO ծառայություններից օգտվող ռեստորանների եկամուտը աճում է 20-ից 25%-ով։ Համակարգը ռեստորանատիրոջը հնարավորություն է տալիս չարաշահումների պատճառով գումար չկորցնել։ Այն ռեստորանային բիզնեսը դարձնում է թափանցիկ եւ կառավարելի։ Եթե 90-ականներին մարդն ուներ մեկ ռեստորան եւ առավոտից մինչեւ երեկո նստում էր այնտեղ, որպեսզի հետևեր թե ինչ է կատարվում գանձարկում, սրահում, խոհանոցում, ապա 2000 թվականի կեսերին հետխորհրդային տարածքում ռեստորանային բիզնեսի խոշորացում սկսվեց եւ յուրաքանչյուր հաջողակ գործարար, որն ուներ 1-2 ռեստորան, բացում էր արդեն 3-րդը, 4-րդը, նրան այժմ պետք էր մի գործիք, որը թույլ կտար կառավարել բիզնեսը հեռավորության վրա, ինտերնետով։ Մեր համակարգը կառուցված է այնպես, որ մեկ ինֆորմացիոն տիրույթում միավորում է ռեստորանի գրեթե բոլոր բիզնես պրոցեսները, պատրաստումից մինչև գանձարկը, պահեստ, անձնակազմի ղեկավարում, տուգանքներ, պարգևավճարներ, մինչև իսկ երաժշտության կարգավորումը ռեստորանում։ Այդ համակարգն ունի մոդուլ, որը կարգավորում է էներգախնայողությունը եւ սրահի ջերմաստիճանը։ Եթե ռեստորանում տերն ամբողջ օրը նստած չէ, եկամտի 10%-ը կարող է գանձարկը չմտնել։ Այդ 10%-ը մտնում է մենեջերի, գանձապահի, բարմենի, մատուցողի գրպանը։ Իրականում 10%-ը հենց մաքուր շահույթն է, որովհետև դրա մեջ չեն մտնում վարձակալման վճարը, հարկերը, աշխատավարձը եւ նույնիսկ բարենամթերքի ինքնարժեքը։ Դա մաքուր շահույթ է։ Եվ եթե այդ 10%-ը մտնի գանձարկը, ապա շահույթը 2 անգամ կաճի։ Դա շատ կոպիտ հաշվարկ է, երբեմն ավելի շատ կարելի է տնտեսել։ Հայաստանում այդ համակարգը կիրառողներ կան։ В Армении пока не очень много. У нас есть локализация для армянского. Դերևս շատ չեն։ Մենք իհարկե ունենք հայերեն լեզվով լոկալիզացիա հայկական շուկային ադապտացվելու համար, բայց Հայաստանում նույնպես կան կիրառողներ, մասնավորապես մարզահամերգային համալիրում են կիրառում, որտեղ շատ են գանձարկղները։ Բացի այդ կան նաև ռեստորաններ։ Много касс. Есть еще другие рестораны. Դուք ռեստորանների մեծ ցանց ունեք, հավանաբար այն ստեղծել եք սեփական ծրագիրը փորձարկելու նպատակով։ Ну, наоборот, на самом деле мы начали свой первый ресторан в 2000. Ոչ, ընդհակառակը։ Մենք մեր առաջին ռեստորանը բացել ենք 2004 թվականին։ Դա ինձ համար պարզապես նախասիրություն է, հոբբի։ Ի սկզբանե մեր ռեստորանը նախատեսված էր որպես ընկերների հետ հանդիպման վայր։ Տանը շատ աղմկոտ էր։ Մենք երեկույթներ էինք ունենում, որին ներկա էին լինում 50-60 մարդ։ Այդ երեկույթները չեզոք վայր տեղափոխելու նպատակով էլ բացեցի իմ առաջին ռեստորանը։ Այն կոչեցինք FAQ կաֆե։ Այն շատ արագ հայտնի դարձավ։
Оно стало быстро очень популярным. Что означает аббревиатура? Ինչ է նշանակում այդ բառը անգլերեն բոլորը գիտեն, իսկ ինչպես է վերծանվում FAQ հապավումը։ FAQ это frequently asked questions, часто задаваемые вопросы. Это такой FAQ, այսինքն frequently asked questions, հաճախակի տրվող հարցեր, համակարգչային տերմին է, կամ ավելի ճիշտ ինտերնետային։ Մենք օգտագործել ենք այդ բառախաղը։ Իրականում դա մի վայր է, որտեղ հաճախում են Live Journal կենթանի ամսագրից օգտվողները։ Դա ամենահայտնի կայքերից մեկն է Ռուսաստանում։ Դրա համար էլ այն այնպիսի ինտերնետ ուղղվածություն ունի։ Մեր ցանցում այժմ 6 ռեստորան կա, իսկ 7-րդը նոր է բացվում։ Сейчас 6 у нас и открывается 7-й. Какого рода кухня там? Իսկ ինչպիսին է խոհանոցը, կա ազգային խոհանոց, հայկական, չինական։ В каждом месте своя кухня, но Ամեն մեկն իր խոհանոցն ունի։ Հայկական ուտեստներից շատ քիչ ունենք։ Գրին քույրեր կոչվող ռեստորանում։ Մի պահ կար, երբ մենք շատ էինք ուզում ինչ-որ միտեղ լամաջո պատրաստել, բայց сделать ламаджо где-нибудь. Но Իսկ ինչու ոչ։ это отдельная тема, это очень сложно. դա առանձին թեմա է։ Իրականում իսկական լամաջո պատրաստելը շատ դժվար է։ Դրա համար պետք է նախապես լրջորեն պատրաստվել։ Դուք ինքներդ սիրում եք լահմաջո։ Այո, իհարկե։ Երևանում որտեղ են պատրաստում ամենալավ լահմաջոն։ Но это в школьное время, это у нас там мы Դա դպրոցական տարիներին էր, մենք գնում էինք կամերային երաժշտության տան մոտ գտնվող լահմաջոյանոցը։ Շատ լավ տեղ էր։ Վերջին անգամ, երբ տղաների հետ գնացինք, նախկինի պես շատ համեղ էին պատրաստում, բայց դա դժվար է Ռուսաստանում իրականացնել։ Լահմաջոն պետք է արագ մատուցել, անընդհատ նորը պատրաստել։ Դրա համար պետք է մշտական պահանջարկ լինի, որպեսզի մարդիկ գան։ Լահմաջոն պատվերով չես կարող պատրաստել, որովհետև համը այն չի լինի։ Իդեպ ես պարզել եմ լահմաջոյի ծագման պատմությունը։ Բոլորը մտածում են, որ լահմաջոն արաբական կերակուր է, բայց իրականում այն հայկական է։ Վստահեցնում եմ ձեզ։ Ցեղասպանությունից հետո Լիբանանում շատ հայեր էին ապրում, ովքեր աշխատանք էին փնտրում։ Նրանք էլ հորինեցին այդ ուտեստը, չնայած որ արաբական անվանում ունի՝ լախմաջուն։ Արաբերեն նշանակում է հաց եւ միս։ Իսկ դուք ինքներդ պատրաստել կարողանում եք։ я люблю готовить. Ես ես սիրում եմ պատրաստել, ամեն ինչ պատրաստում եմ։ Բավական լավ եմ պատրաստում հայկական խորոված։ Хорошо готовлю шашлык. Когда в Ереване вот друзья. Օրինակ, երբ Երևանում հավաքվում եք ընկերներով, ով է պատրաստում։ Ձեր ընկերները վստահում են ձեզ խորովածը։ В Ереване, в принципе, вот последнее в таком зрелом. Երևանում հասուն տարիքում համարյա չեմ պատրաստել, որովհետև ինձ հիմնականում հրավիրել են։ Իսկ այստեղ Մոսկվայում պատրաստում եմ։ Մի քանի անգամ խաշ եմ պատրաստել։ Այսպես ասեմ, ավելի բարդ բաներ, օրինակ տոլմա չեմ կարողանում, բայց մայրս է շատ համեղ պատրաստում։ Իսկ մորաքրոջս պատրաստած փախլավան պարզապես կատարյալ է։ Ես մինչև հիմա, որքան փորձել եմ այլ տեղերում, դրա նման ոչինչ չեմ կերել։ Մորաքույրս կնոջս է սովորեցրել հայկական ուտեստներ պատրաստելը։ Как часто на родине? Հաճախ եք լինում հայրենիքում։ Не так часто, наверное, один день в году, если получается. Ոչ շատ հաճախ։ Հավանաբար տարվա մեջ 1 օր։ Հիմա պարբերաբար հանդիպում ենք կապված մեր AIB նախագծի հետ։ Встречаемся в связи с нашим проектом AIB. Այբ, Да. это тоже армянский. Այբ, դա նույնպես հայերեն անվանում է։ Դուք եք ընտրել։ Да, по первой букве алфавита. Это образовательный фонд. Այո, Այբուբենի առաջին տարի անունով։ Դա կրթական հիմնադրամ է, որը ստեղծել ենք։ Մենք ուզում ենք վերածնունդ տալ այն դպրոցին, որտեղ սովորել էինք։ Այբ հիմնադրամի ծրագրերի թվում են Հայաստանում դպրոցներում ժամանակակից մասնագիտական լաբորատորիաների ստեղծումը, դասավանդման առաջատար մեթոդիկաների մշակումը։ Այբ հիմնադրամի կրթաթոշակների շնորհիվ տասնյակ տաղանդավոր պատանիներ եւ աղջիկներ Հայաստանից եւ Սփյուռքից հնարավորություն ստացան սովորել աշխարհի այդպիսի առաջատար բուհերում, ինչպիսիք են Սթենֆորդի եւ Կոլումբիայի համալսարանները։ Հիմնադրամը Հայաստանում կազմակերպում է կենգուրու մաթեմատիկական միջազգային մրցույթը եւ պատանի քիմիկոսների համահայկական առաջնությունը։ Այբ հիմնադրամը մշակել է նաեւ Կիպրոսի Մելքոնյան վարժարանի վերածննդի հայեցակարգը։ Ամեն ինչ սկսվեց Երևանի ֆիզմատ դպրոցն ավարտող աշակերտներից։ Մենք ուզում էինք ինչ-որ կերպ պահպանել այն ավանդույթները, որոնք եղել էին Երևանի ֆիզմատ դպրոցում։ Հետո այդ գաղափարը վերափոխվեց կրթական հիմնադրամի, եւ մենք որոշեցինք օգնել ոչ թե մեկ դպրոցի, այլ միանգամից շատերին։ Մեր դպրոցը հիմնել զրոյից եւ ոչ միայն ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում, այլ նաեւ հումանիտար գիտությունների գծով։ Հիմա նախատեսել ենք $40 միլիոն հատկացնել։ Ինքներս ենք նախագիծը հովանավորում։ Արդեն ունենք հողատարածքը, կառուցված է շենքը, մասնավոր դպրոց է լինելու։ Այդպես էլ կոչվելու է AIB,
կլինի 11 դասարան։ Դպրոցը ունենալու է իր աշակերտական ավանը, հանրակացարանը, սպորտային եւ թատերական կենտրոնները, եկեղեցին։ Զուգահեռաբար դասարաններ ենք բացում ուրիշ լավ դպրոցներում։ Մենք հնարավորություն ենք տալիս ուսուցիչներին վերապատրաստվել, թարգմանում ենք աշխարհում լավագույն դասագրքերը։ Մեր դպրոցի նախագիծը իրականացնում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ։ Ուզում ենք, որ IBE լինի իսկապես համաշխարհային կրթական կենտրոն։ Հուսով եմ, որ մեզ մոտ դա կստացվի։ Надеемся, что у нас что-то получится. Давид, как вы думаете, вот Դավիթ, ձեր հաջողությամբ դուք որ չափով եք պարտական հայկական եւ որ չափով չինական գեներին։ какому из ваших генов? Ну, мне кажется, здесь важно и то, и другое, потому что Կարծում եմ երկուսին էլ պարտական եմ։ Համառությունը ու աշխատասիրությունը հավանաբար չինական արյունից է գալիս։ Իսկ խառնված քով ներքին էներգիայով ես շատ բան եմ ժառանգել իմ հայկական արմատներից։ Я был на вашей странице Ես նայել եմ Facebook-ի ձեր էջը, դուք այնտեղ ավելի քան 1000 ընկեր ունեք եւ երևի յուրաքանչյուր 4-րդը հայ է։ Դուք նրանց բոլորին ճանաչում եք։ Армянин. Вы их все знаете? нет, ну, у меня там 1000 друзей. Ոչ, վերջերս եմ բացել էջս Facebook-ում 2 ամիս առաջ եւ արդեն 1000-ից ավել ընկեր ունեմ։ Հայեր էլ կան, բայց հավանաբար ճանաչում եմ նրանցից 70-ին։ Человек. Вот я вас уверяю. Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք ունեք անհամեմատ ավելի շատ ընկերներ, առնվազն 10 միլիոն, եւ դրանք բոլորն էլ հետաքրքրված են ձեր հաջողությամբ։ Հաջողություն եմ ձեզ մաղթում։